քննարկման կողմեն բացառվանեն, որ հետևական դատավորության կոնսպեկտի 315 հոդվածի համաձայն դատանը քննական հետապնդումը դատարանելու կամ վարժի կարճելու մասին որոշում կարող է կայացնել, հետևական դատավորության կոնսպեկտի 12 հոդվածի առաջի մասին 3-14 կետերով նախատեսված որևէ հանգամանքի առկայության դեպքում եւ դա հնարավոր է առանց ապացույցների հետազոտման։ Կողմերը ունեն որևէ միջնորդություն քննական հետապնդումը դատարանելու կամ վարժի կարճելու Օժանդատան մինչև բարձրացրոցացին միհացի անդրադառնալ, որի լուծումը դատարանը հետաձգել է նախագահության ՀԿԴ 094-01-25 Ես ուզում բան ասեմ, ներողություն, ես ուզում եմ ես հասնել քննարկեին, քանի որ ըստ գործունեների նաև բաղանության ժամկետը չի անցած իրավունքը դուք կարողանայիք իրացնել ձեր դիրքորոշումը հայտնեք, դրոստենք անցնենք արդեն ոստացիք։ Այսին միջնորդություն ունենք իրականում, եթե դատարանը նախորդ հետաձգված միջնորդությունը չբավարարի եւ գործը առանձին։ Ինչի այս պահին ես ներկայացնելը մտածում եմ, որ արդյունավետության առումով ճիշտ չի լինի, չէ՞ որ գործերը կարող են միացնել պատվարժան դատարան կապված ձեր որոշումից ու քննի մեկ բարույթ։ Հիմա առանձին այս գործի վերաբերյալ այդ դիրքորոշումը հայտնել չի ստացվում։ Ես նկատում եմ վաղեմության հարցը։ Հա, վաղեմության, եթե պատմություն գծեն, եթե խոսքը վերաբերյալ վաղեմության, այո, այդի անցալությունը դասավորակ հանգամանք ես պահանջների անից կարող եմ դիրքորոշում հայտնել, որ մենք առանձին ենք, որ այդ դիրքով քրեական հետապնդումը դատարանեցի։ Ես չեմ ասում, որտեղ նաև ասեմ, գիտեք, որ հաջողաբեկ դատարանի համապատասխան որոշում կոնտեքստում նաև այս երկու գործերը միացնում են, մեկը վաղեմության ժամկետներ անցածը մյուսը չէ, մի գործի սահմաններում ապել դրագով վաղեմություն մենք իսկ առանձին կնվող գործերով մենք կշռում ենք ամբողջ առումով հետադանի դիրքորոշումներով մեր դիրքորոշումները և գտնում ենք, որ այո գրաժարում ենք հնարավորությունից օգտվելուց, որտեղ պահում նախագահի հետ մեկսագրված արարքը չի կատարել, մենք հասնելու ենք նրան, որ դատանի դատական ակտով հասնի և այդ հասնը մնա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Աստանալը ձեր դիրքորոշումը շնորհակալություն Մարտինյան այդ դեպքում արտիվիկորներ ես հայտնեմ, որ պարոն Մարտինյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարանին քրեական բարույթները միացնելու վերաբերյալ այդ միջնորդությունը վերաբերում է երկու քրեական գործին և վերաբերյալ մեկ քրեական գործին, որը քննում է բարույթը։ Մենք այն քրեական գործով քննարկել ենք, բայց վերջնական ես վրանման չեմ եկել, քանի որ այս քրեական գործով նույնպես քրեզացի քննարկել և նաև որոշել իրենց դիրքորոշումը հայտնել։ Արդեն պարոն Մարտինյան ներկայացրել միջնորդությունը։ Ես փաստական հանգամանքները կանցնեմ գործի դատարանական նախապարտությունը, պատվարժան միջնորդության հիմքում դրված է ես գրավոր ներկայացրել եմ քրեական դատավորության ունեցքի 10-րդ հոդվածի իրավակարգավորումները, համաձայն որի մենք կարող ենք միացնել այն անձի կողմից մեկից ավելի երկրորդ հանցանքներ կատարելու վերաբերյալ բարույթները։ Ինչպես դատարանը ներկայացրեց, պարոն նախագահ Կոստասմերյանը ներկայացրեց եւ նաեւ պատվարժան դատարանի նախագահության քննվող ՀԿԴ 094-01-25 համար ունեցող քրեական գործերով։ Թե հաստական հանգամանքները չեն նույնանում, բայց օրենսդիրը հնարավորություն է տալիս կիրառելով քրեական դատավորության օրենսգրքի 10-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի կարգավորումները գործերը միացնել, հաշվի առնելով նաեւ արդյունավետ քննության եւ հանրապես գործը նախագահի վերաբերյալ երկու գործերը արդյունավետ քննելու եւ ողջամիտ ժամկետներում ավարտելու հնարավորությունները խնդրում ենք գործերը միացնել մենք բարդ։ Ես գրավոր ներկայացնում եմ, ըստ ամբողջ տեքստը արտահայտություն պատահականներին աշխատեցում։
Ցանկանում ինչ-որ ցանկանա բանվերացան, նույնիսկ գողանրակությանը ես կարող եմ դրամատրել ձեզ մեկը դիչում արտարեն։ Չէ, մեկ ոտն ողոք։ Հաստական հանգամանքների մինաց հետ փոխկապակցված չլինելը, գտնում եմ, որ բարետերը միացնելը, գործերի միացումը կարող է ոչնդոտել գործի երկու գործերի բաժակ և համագոմանի քննությանը, ձգձգումների և դատականիստերի հետազոտումների անհանրակի պատճառ հանդիսանալ և վտանգել արտահայտության շահը։ Ուստի առարկում շնորհիվ կանչում եմ Դուք գտաք դիտորոշում Ակոնան ես անգից ասած մտածում եմ, որ դատախազ ենք միջնորդել, ինչ ասում է հարգելի մեղադրող այլ խոսքով, ասում է, եթե միացնեմ, գործերը կձգձգվեն։ Ես հիմա մեկ եմ, մի քիչ բացեմ հավելից եթե մեղադրողը հանդես է գալիս այն տրամաբանությամբ ու այն դիրքից, որ քրեական պատասխանատվությունը եւ այսպես ասած վերահսկողությունը, քանի որ մեծապես հավանական է համարել արգելի հանեն մեղադրողը, որ գործող մեղադրական վերցիկ կայացվի, պետք է գնալ նրան, որ միացվեր գործը։ 2 տարի այս գործը վավերության ժամկետ արդեն անցել է։ 23 թվականին վավերության ժամկետը ընդհանրել է, եկեք այդ արձանագրել։ Գործի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել հանդիսի հանրային մեղադրողը։ Հիմա ինչ իրավիճակը տեղի ունենալու երկու իրավիճակը ես նկարագրել եմ։ Եթե գործերը չմիացվեն, եթե չեն միացվում, մենք տևական ժամանակ այս դատական նիստերը ընթանում են վատթարակույն սցենարը, արգելի հանրային մեղադրողի ցանկացած սցենարը քննարկել։ Մեղադրական վերցիկ տարածակում եւ պարոն նախագահի նկատմամբ պատիժ չկարող նշանակել, քանի որ վավերության ժամկետները անցած են։ Այս գործը եկել է այս դատարանային ժամանակ, երբ որ վավերության ժամկետները անցած են, ես անգամ մտածել եմ մինչև այս դատական նիստի սկսվելը։ Այս դատարաններ վավերության ժամկետը անցած գործեր ուղարկելու նպատակը ո՞րն է։ Արդարադատության շահն է, չգիտեմ, քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կիրառումն է։ 2 տարի առաջ ավարտվել է։ Հիմա հանրային մեղադրողը բացառիկ շանս ունի, այդ շանսը մենք ենք տալիս իրան, մեր միջնորդությամբ, որ այս գործը միացվի մյուս գործի, ինչպես ասած Մարտվարժան դատարանը, որ մեր նկատմամբ կիրառելի չլինի։ Մենք ասում ենք, եկեք գնանք մրցենք այնտեղ, որտեղ մենք պետք է մրցենք, ու տեսնենք, այս մեղադրանքը հիմքեր ունի, թե չունի։ Արգելի հանրային մեղադրողը ասում է, մեղադրանքը հիմքեր ունի, թե չունի, եկեք ստեղ մրցենք, մեկը պատժի հարց չի կարող առաջ քաշել։ Մենք չենք հասկանում, դատախազությունը ինչ հարցակցություն։ 2 տարի առաջ ավարտված քրեական պատասխանատվության վավերության ժամկետներ անցած գործը դատարան ուղարկելով, մեծ դատարան բերելով, ես նախորդ դատական նիստի ընթացքում էլ ասեցի, ասի մոտ տպավորություն է, որ դատատարությունը խնդիր ունի մեզ անդամ դատարան բերել տանել, արգելի հանրային մեղադրողը իր տպավորությունները այսօր հաստատեց։ Սա չէ, ձեզ 2 անգամ պետք է։ Իմ միջնորդությունը բխում է ուղիղ դատախազության շահերից, որ գործերը միացվեն
եւ իմ իշխանությունը ուղիղ բխում է արդարադատության շահից, որ եթե դատախազությունը հստակ մեղադրանքների ինչ տարբերություն որոնցի տասական հանգամանքների հետ կքննվի։ Արգելի մեղադրողը ինձ լավ գիտի, որ կարող է այն դատական նիստերի ժամանակ ներկայանալ, երբ որ կքննվի այս դրվագը, այսպես ասած, այս դրվագի վերաբերող վկաները։ Ու չի ծանրաբերվի ավելորդ անգամ։ Սա պատվարժան դատական, ավելորդ անգամ երկու անգամ ծանրաբերվելու, երկու անգամ դատական նիստերը բովանդելու, դատական դահլիճ են զբաղեցնելու եւ մեծ հաշվով չեն լուծելու այն խնդիրը, ինչ որ քրեական դատավորության ռեսուրսը դրել է ծանրանի առաջ, այն առաջ եւ մեղադրանքի կողմի առաջ։ Օժան դատարան Օրային մեղադրողի դիրքորոշումի համարժեքի որեն հասկանալի չէ և համոզիչ չէ, նախ չբացահայտեց, թե ինչ նկատի ասելով արդարադատության շարքը իրավիճակում, բացի այդ ձգձգումների մտահոգություն ունենալով պետք է մի հատ նորից նաև քրեական վարույթի նյութերը, թեև ես ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ, որ վարույթային գործողությունների քրոնոմետրաժ ենթարկվի, ակնհայտ կլինի, թե ձգձգում երեխայից եւ ու մեր կողայերել թե ոչ։ Ի գիտություն հանրային մեղադրողի տեղեկացնել, որ այդ մյուս քրեական գործով մեղադրյալները եւ նրանց պաշտպանները նմանատիպ միջնորդության դեմ չեն առարկել, հետեւաբար նրանց շահերի մտահոգությունով պայմանավորված չի կարող լինել այդ դիրքորոշումը։